Հայաստանի ագնախարար ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի ծեծի գործող մեղադրյալներից Թորգոմ Մասատրյանին սպառնում է 7 տարվա ազատազրկում։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ լրացուցիչ դատալսման ժամանակ մեղադրող դատախազը առավելագույն պատժաչափ նշանակեց 7 տարի ժամկետով, նշելով, որ Ասատրյանը հանցանքը կատարել է խմբի կազմում, առանձնակի դաշնությամբ եւ ռազմական դրության պայմաններում։ Ասատրյանը կալանավորվել է 2023 թվականի փետրվարից, այսինքն 2020 թվականի նոյեմբերի 9-ի իրադարձություններից 2.5 տարի անց։ Այսպիսով Ասատրյանն անազատության մեջ է շուրջ 3 տարի։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանությունից 8 օր անց, երբ նախկին գյուղապետ Մհեր Ախտոյանի թիմակիցները տեղեկացել են, որ սպանության կասկածյալներից Նարեկ Օհանյանի եղբոր Գերեզմանը պղծվել է, գյուղում լուրջ ընդհարում է սկսվել։ Ախտոյանի թիմակիցները փորձել են հաշվեհարդար տեսնել, բռնության դիմելով Գրիգորյանի կողմնակիցների նկատմամբ։ Պարբերականը նշում է նաև, որ Վալոդիա Գրիգորյանի մտերիմ շրջապատը իրավապահներից պահանջում է, որ Հայաստան վերադարձնեն գործով հնարավոր կազմակերպիչներից մեկին, նախկին գյուղապետ Մհեր Ախտոյանին։ Նրա սպանությունից ընդամենը մի քանի օր առաջ Զվարթնոտ օդանավակայանից ճանապարհվել է Վ. Գրիգորյանի սպանության ենթադրյալ կասկածյալ Գևորգ Հարությունյանը։ 5 մարդ է զոհվել, ավելի քան 10 վիրավորվել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մերսին քաղաքում միկրոավտոբուսի վթարի հետևանքով, հայտնում է Աքսամ թերթը։ Միկրոավտոբուսը գյուղատնտեսական աշխատողների էր տեղափոխում։ Նախնական տվյալներով բոլորը զոհերն ու տուժածները Թուրքիայի քաղաքացիներ են, այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերով Հայաստանը ոչինչ չի ստացել ի տարբերություն Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ինչ է ստացել Ադրբեջանը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերով։ Ըստ Քոչարյանի, ԱՄՆ-ն ստացել է ապագայում ձևավորվող միջանցքի վերահսկողություն, Իրանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանում փաստացի վերահսկողության հնարավորություն, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ ստացել է Նոբելյան մրցանակի ներկայացման հնարավորություն։